Բարի երեկո, հարգելի հեռուստադիտող, Արմենիայի եթերում ընտրության ժամն է եւ ժամի տաղավարում այսօր հյուրընկալել եմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանին։ Բարի երեկո, պարոն Հովակիմյան, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Պարոն Հովակիմյան, այստեղ գտնվել։ Ընտրության ժամահաղորդումը մենք սկսեցինք միասին եւ կարելի ասել փակում ենք միասին։ Մենք 3 ամիս եթերում ենք եւ քաղաքական բոլոր ուժերին հնարավորություն ենք տվել խոսելու։ Վաղը լռության օր է, մյուս օրը ընտրություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատրաստ է ամբողջ ծավալով իրականացնել իր լիազորությունները։ Լիարժեք պատրաստ է կենտրոնական ընտրականը, կարող եմ ասել, որ տեղամասերի գույքը, այսինքն ինչ որ տեղամասերում պիտի տրամադրի տեղամասերին, ամբողջությամբ առաքված է ընտրատարածքներ։ Եվ շաբաթ օրը արդեն, երբ որ սկսվում է շաբաթ օրը առավոտյան, տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահները, քարտուղարները մոտենում են ընտրատարածքներ, ստանան գույքը եւ գնան սկսեն տեղամասերը կահավորել։ Քանի ընտրատեղամաս է ձևավորվել։ Տեսեք, 2005 է, որից 9 դրանք քրեակատողական հիմնարկներում են։ Այսինքն իրենք տեղամասերը գործելու են քրեակատողական հիմնարկներում, մնացած 1996-ը արդեն տեղամասերում։ Բոլոր տեղամասերը ապահովված են տեսանկարահանման սարքերով։ Ոչ, տեղամասերը, այսպես ասենք, 300 պլյուս ընտրող հաշվարկով են տեղամասերը, որտեղից ուղիղ հեռարձակումը լինելու է, կարող եմ ասել, ուրեմն 1758 տեղամասից հեռարձակում լինելու, որովհետև տեսեք, մինչև սրանից 4 օր առաջ 1746 էր, այսինքն երբ որ մենք ունեինք 40 օր առաջվա ցուցակները, առաջի, այսպես ասենք, ընտրողների ցուցակները, որ հրապարակվել էր, ըստ այդ ցուցակների 300 պլյուս ընտրող ունեցող տեղամասերի թիվը այդքան էր։ Այսինքն այդ 1740 վերջի ցուցակը, որը որ հրապարակվեց 10 քվեարկությունից 10 օր առաջ, ամսի 28-ին արդեն հրապարակվեց, 12 տեղամասերում մի փոքր, այսինքն ոնց որ 200, չգիտեմ, 80 քանից էր, այսպես 300 շեմա հաղթահարեցին, այսպես ասած։ Եվ մենք ուղղակի մեր յուքոմի գործընկերները ճշտեցինք իրենք հնարավորություն են այդ 12 տեղում, իրենք ասեցին կարողանան իրենց խնդրել են, որ այդ տեղամասում եւս ապահովեն, այնտեղ մի տեղամասի հետ կա ուղղակի, որ հեռավոր գյուղ է, որտեղ որ օպտիկական կապ չունեն, այսինքն իրենք ասացին նույնիսկ այդտեղ կփորձեն, որպեսզի կապը ապահովեն։ Ընտրություններին 18 քաղաքական ուժ է մասնակցում, նախապես 19-ը մեկ քաղաքական ուժ դուրս եկավ ընտրապայքարից։ Բոլոր ուժերը ունեցել են հավասար հնարավորություն այս ընտրապայքարին իրացնելու իրենց իրավունքները։ Ես կարող եմ ասեմ միանշանակ։ Ընդհանրապես մեր օրենսդրությունը տեսանկյունից շատ լավն է, բայց պրոբլեմը այն է, որ երբեմն մարդիկ հասկանում են հավասար հնարավորությունը, որ պիտի հավասարություն լինի, այսինքն այլ կերպ ասած պիտի տրվի իրենց դա, ոչ թե իրենք ձեռք բերեն։ Այստեղ խնդիր կա, որովհետև հասկանալի է, որ քաղաքական ուժեր կան, որոնք որ օրինակ իրենց նույն աջակիցների շնորհիվ իրենք ավելի մեծ ֆինանսական հնարավորություն ունեն։ Քաղաքական ուժեր կան, որոնք որ այդ տեսանկյունից, ասենք, շատ դժվար է իրենց համար ֆինանսային հայտել, առավելից եթե նոր են ասենք, քաղաքական գործունեություն ծավալում։ Դիմում բողոքներ, ինչպիսի։ Դիմում բողոքները մեծ մասը վերաբերվում է քարոզչության, այսպես ասենք, թեկնածուների, կուսակցությունների քարոզչության կանոնների ընկալումներին։ Ասեմ, օրինակ, ունենք դիմում բողոք, որ խոսույթի, ասենք, խոսույթի դեմ է ներկայացնում, ասենք, բողոք է եղել, որ այսպիսի, ասենք, բառապաշար է օգտագործում եւ այլն, եւ մեր ամբողջ, ասենք, դիմումով նաեւ մենք վարույթ իրականացրեցինք եւ ըստ էության մեր մոտեցումն է, որ եթե մենք սկսենք քաղաքական ուժերի, քաղաքական գործիչների, ելույթների, այսպես ասենք, բառապաշարը քննել, մենք շատ կարճ մի անգամ մեխանիկորեն հայտնել ենք գրաքննողի կարգավիճակում։ Որտեվ եթե կա վիավորանք, դա հստակ մեր օրենսդրությամբ սահմանված է, թե անձը ինչպես կարող է, ասենք,
վիավորողին այսպես պատասխանատվության ենթարկել։ Եթե կա բռնության կոչ, դա նույնպես արդեն այս դեպքում արդեն քրեորեն բաժելի արարքի եւ պիտի դիմես դատախազություն։ Ու գալ, ասենք, քարոզարշավ փուլում ասել, ասենք, քաղաքական գործիչը ISSS, իսկական ու կենտրոնական տրական հանձնաժողով սկսի այդ երևույթից այդ տեսանկյունից գնահատի քաղաքական գործիչներին, ըստ կենտրոնական տրական հանձնաժողով շատ ուղղակի կդառնա միանգամից գրաքննող եւ այստեղ խոսքի ազատությունը կոնկրետ ընտրությունների քարոզարշավի փուլում կստացվի, որ նույն կենտրոնական տրական հանձնաժողովի կողմից է սահմանափակվում։ Իսկ որն էր այն կարմիր գիծը, որը անցնելու դեպքում կենտրոնական տրական հանձնաժողովը հստակ պետք է արգելեր որևէ կուսակցության մասնակցությունը։ Ըստ էության կենտրոնական տրական հանձնաժողովը կարող է մասնակցություն արգելել միայն եթե անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացնեն։ Իսկ ընտրապայքարից, ասենք, օրինակ որևէ քաղաքական ուժի, օրինակ հանելը կենտրոնական տրական հանձնաժողովը չի կարող։ Օրինակ 3 հանրապետություն կուսակցության ղեկավարը հայտարարում էր, որ այսօր դիմելու է կենտրոնական տրական հանձնաժողովին, եթե դիմեն մենք բնականաբար քննարկենք եւ օրենքով սահմանված կարգով, բայց գործնականում դա հնարավոր է իրականացնել։ Այստեղ խնդիրը կառավարվում է, որ նույնիսկ եթե կենտրոնական տրական հանձնաժողովը նման իրավիճակ ստեղծվի եւ կենտրոնական տրական հանձնաժողովը այդ հիմքերը ունենա, կենտրոնական տրական հանձնաժողովը պիտի դիմի դատարան։ Կենտրոնական տրական հանձնաժողովը ինքը գրանցումը այս փուլում արդեն ուժի կորսած չի կարող ճանաչել։ Կենտրոնական տրական հանձնաժողովը ընդհանրապես կարող է որոշել, եթե հիմքերը լինեն, դիմի դատարան։ Իսկ կենտրոնական տրական հանձնաժողովի համար շատ կարևոր որ ինչու որ, այսպես ենք, այսինքն այն խախտումները, շարունակական խախտումները, որոնք որ կարող են ազդել օրինակ ընտրությունների արդյունքների վրա, դա հենց լինի հստակ որ կուսակցությունը կամ դաշինքը ինքն է կազմակերպում եւ իրականացնում։ Սա շատ կարևոր է։ Պարոն Հովակիմյան, երեկվանից նաեւ ակտիվ քննարկվում է հետեւյալ հարցը, որ Ռուսաստանի Դաշնությունից մեր հայրենակիցներ են վերադառնում մի մասը ենթադրյալ ընտրություններին մասնակցելու համար, սակայն Զվարթնոց օդանավականում նրանց ռազմական ոստիկանության աշխատակիցները 25-օրյա վարժական հավաքներին մասնակցելու ծանուցագրեր են տալիս։ Սա ծանուցագրերի ունեցողների խախտում չէ, ընտրական։ Ես ասեմ ծանուցագրի ես հետո սկզբից որ այդ տեղեկությունը եղավ, հետո ես նկատեցի որ Պաշտպանության նախարարը խոսքով նախարարությունը հերքել է, որ նման բան գոյություն չունի, այսինքն ծանուցագրեր հանձնելու եւ ըստ էության ես լրացում նկատեցի, որ ընդհանրապես ինչպես միշտ ռազմական ոստիկանության ծառայողները օդանավականում ծառայություն են իրականացնում, բայց այսինքն ծանուցագիր ի վերջո ծանուցագիր ներկայացնելը դա ինքը գործընթաց է, հասկանում եք, այսինքն դա այդպես չի որ մարդ եկավ օդանավականից ծառայում։ Ես առաջին ես երեք որ այդ լուրը չեմ հիշում կայքես մի հանդիպեցի այդ լրահոսում ես չստացա զարմացա էլ ասեցի հնարավոր չէ որտեղ հետո տեսա պաշտպանության նախարարության հերքում էլի ասեցի ես ճիշտ էի որ նման բան հնարավոր չէ բայց իսկ ծառայությունը կարծում եմ որ ծառայություն իրականացնելը ու նա այդ հանգամանքն է մեր համակարգացիներին ինչ որտեղ բայց կներեք ես ասում եմ մեր ռազմական ոստիկանությունը միշտ Զվարթնոցում էլ եթե չեմ սխալվում իրենք կոնկրետ իրենց ծառայության այսպես վայրեր ունեն իրականացնում ես այդտեղ որ տարօրինակ բան չունի նա թե ասենք ինչ են ոստիկաններ չգիտեմ այսինքն կարևոր օբյեկտը պահպանում Պարոն Հովակիմյան, կենտրոնական տրական հանձնաժողովը հնարավորություն ունեցել է մինչև ընտրությունները օրինակ պարզել փաստացի որքան Հայաստանի Հանրապետության քաղաքացի է բնակվում այսօր ընտրելու իրավունք ունեցողների մասին է խոսքը եւ որքան Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որոնք չեն բնակվում Հայաստանում։ Նույնիսկ լիազոր մարմինը միգրացիա եւ քաղաքացիության ծառայությունը չի կարող այդ տվյալին տիրապետել, որովհետեւ այստեղ կա մի շատ կարևոր հանգամանք, որ մեր այն քաղաքացիները, ովքեր որ 2 կամ 3 անձնագիր ունեն, իրենք կարող են մուտք ու ելքը տարբեր անձնագրերով իրականացնել։ Եվ ըստ էության այս տեսանկյունից կարող է ստացվել, որ մենք ունենք քաղաքացի, ով մուտք է գործել օրինակ հայկական անձնագրով, բայց Հայաստանից մեկնելուց օրինակ, չգիտեմ,
ունեցել է օտարերկրյա անձնագիր, դրանով դուրս եկել, ասենք մեկնել Հայաստանից, այս դեպքում ստացվել է քաղաքացին ըստ սահմանահատման այդ տվյալների ինքը Հայաստանում է, բայց ինքը իրականում Հայաստանում չէ։ Սրանով է պայմանավորված, այսինքն այդ տվյալը չկա ու կարծում եմ դա կլինի միայն այն ժամանակ, երբ որ մեր քաղաքացիների տվյալները նկատում եմ երկքաղաքացիների մեր միջազգային օրինակ այդ պայմանագրերով տվյալների փոխանակման արդյունքում կնույնականացվի, այսինքն ըստ էության պետությունը կիմանա օրինակ Հովակիմյան Վահագը ենթադրենք եթե երկքաղաքացի է ինքը ասենք այսինչ երկրի երկքաղաքացին եւ իր մուտքը ելքը որ անձնագրովել որ անի ինքը կարձանագրվի այս դեպքում արդեն հնարավոր կլինի այդ տվյալը ճշգրիտ ունենալ Պարոն Հովակիմյան խորհրդանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ձայների հաշվարկը ինչպես է կատարվում օրինակ հաշվարկի մեխանիզմը ինչպես է ինչքան ձայն պետք է ստանա քաղաքական ուժը որ անցնի խորհրդարան եւ ինչքան ձայնը քանի մանդատ է ստացվում ըստ էության այդ հաշվարկը ինչպես է հաշվարկը այսպես է կողմ ձայները այսինքն երբ որ արդեն քվեարկությունը ավարտված է կողմ ձայներ պլյուս անճշտությունների թիվ այս երկու թիվն է հաշվարկում կուսակցությունների դեպքում 4% դաշինքների դեպքում 8% ես ինչ եմ մյուս տարբերակը չեմ ասում 10%-ը, որտեղ մենք այդպիսի իմես ունենք երկու դաշինք եւ երկուսն էլ 8% շեմի ներքո են գտնում։ Այս հանրագումարի, իմ ասած հանրագումարի, որը որ 4% կուսակցությունը 4% կամ դաշինքը 8%, դա հաղթահարում է։ Մի քանի որ մասնակցության եւ կողմ ձայներով այդ պայմանավորված մի քիչ դժվար ասել թե կոնկրետ թվային պատկերով ինչ կլինի ուղղակի կարող եմ ասենք 1 միլիոնի հաշվարկով բերում, այլ պատկացին 1 միլիոն է։ Այս թիվը ստացվելու է, որ կուսակցության համար անցողիկ շեմը լինելու է 40,000-ը, իսկ դաշինքի դեպքում 80,000-ը։ Այսինքն սա 1 միլիոնի բարույգայում է։ Եթե 1 միլիոն ընդհանուր ասենք կողմ ձայները եւ անճշտությունը կազմում են 1 միլիոն։ Եթե ընտրություններին մասնակցող ուժերից որևէ մեկին չի հաջողվում ունենալ սահմանադրական մեծամասնություն եւ ենթադրենք ընդդիմադիր ուժերն էլ չեն կարողանում ապահովել 50+1 ձայն, այսինքն տեսեք, սահմանադրական մեծամասնությունը ավելի միշտ երկրորդ ընտրություն։ Սահմանադրական մեծամասնությունը դա 3/5-ն է։ Իսկ բարձ մեծամասնությունը 50+-ը, բայց 50+-ը ոչ թե ձայներով, այլ մանդատներով, սա էլ պետք չի շփոթել։ Որտեղ մանդատների հաշվարկը արդեն կատարվում է այսպես. եթե շեմը հաղթահարած կուսակցությունների կողմ ձայները բազմապատկվում են մանդատների թվով, տվյալ դեպքում 101, քանի որ մեր սահմանությամբ 101-ն է նվազագույն։ Բազմապատկվում է 101-ով, բաժանվում է այդ շեմը հաղթահարած կուսակցությունների կողմ ձայների ընդհանուր թվին։ Բանաձև սա է, ասենք։ Եվ ամբողջ թիվը դա այն մանդատն է, որը որ հաշվարկի առաջի փուլով է հասնում, հետո եթե տակը, ասենք, այդ 100-101-ից, ասենք, մնում է մանդատ, որը որ ամբողջ թվերով չի բաշխվում, այս դեպքում արդեն ըստ մնացորդի մեծամասնության է այդ մանդատները բաշխվում։ Եվ այստեղ ըստ էության եթե որևէ քաղաքական ուժ 50+ մանդատ չի ունենում, առաջի փուլով ամենաշատ ձայն ստացած քաղաքական ուժը հնարավորություն է ունենում 9 օր բանակցելու կոալիցիա ձևավորելի շուրջ։ Ասենք շեմը հաղթահարած քաղաքական ուժերի հետ։ Եթե դա չի հաջողվում, մյուս քաղաքական ուժերը հնարավորություն ունեն եւս 5 օր իրենք բանակցելու, փորձելու կոալիցիա ձևավորել եւ եթե իրենք էլ չեն հաջողում, այսինքն չեն ընդհանուր հայտարարի չեն գալիս, այս դեպքում տեղի ունենում արդեն երկրորդ փուլը։ Երկրորդ փուլը ինչով է տարբերվում այս առաջին։ Երկրորդ փուլը, որ ըստ էության քվեարկության մասնակցում են առաջի ամենաշատ ձայնը զբաղեցրած քաղաքական ուժերը։ Այսինքն այդ շրջանում օրինակ կարող են նախքին այն կուսակցությունները, որոնք կարող են նոր դաշինք, այո, կարող են նաև նոր դաշինքներ ձևավորվել այդ փուլում, արդեն երկրորդ փուլում կարող են դաշինքներ ձևավորվել։ Շատ լավ։ Պարոն Հովակիմյան, վերջին շրջանում հատկապես այս քարոզարշավի
շրջանում հաճախ ենք լսում արցախցիների ընտրելու իրավունքի իրացման հետ կապված խնդիրների մասին, օրինակ արցախցի փաստաբաններից մեկը հայտարարում էր, որ բազմաթիվ արցախցիներ նախկինում օրինակ նույն 070 կոդով անձնագրով Հայաստանում պետական բարձր պաշտոններ են զբաղեցրել, բայց այսօր չեն կարողանում մասնակցել ընտրություններին, որն է խնդիրը։ Տեսեք, ես պիտի ասեմ, որ այդ բոլոր հարցերով պիտի դիմեն լիազոր մարմին, միգրացիա եւ քաղաքացիական ծառայություն, որովհետեւ կենտրոնական ընտրական հանձնաժողովը չունի այդ իրավասությունը ցուցակ վարելու, ընտրողների ցուցակ վարելու եւ ընտրողին ցուցակում ընդգրկելու կամ չընդգրկելու։ Դա միգրացիա եւ քաղաքացիական ծառայությունն է, այսինքն իրենք են որոշում անձը, այսինքն դա մեր քաղաքացին է, մեր քաղաքացին չէ։ Այսինքն այդ բոլոր այդ կարգավորները այդ հարցերը պիտի ուղղի իրենց։ Ես այս դեպքում իրավասու չեմ պատասխանել, առավելևս որ դա կստացվի լիազորություններից դուրս պատասխան։ Մենք ունենք կալանքի մեջ գտնվող քաղաքացիներ, նաև տնային կալանքի մեջ գտնվող քաղաքացիներ, նրանց ընտրելու իրավունքը ինչպես է իրացվել։ Միանշանակ պրոբացիայի ծառայության մեր գործընկերները մեզ նույնիսկ երկու օր առաջ կրկին անգամ մեզ հավաստեցին, որ իրենք ապահովելու են տնային կալանքի մեջ գտնվող մեր քաղաքացիների ընտրելու իրավունքը։ Ուղեկցելու են, մեզ հավաստիացրել են, որ ուղղակի բոլոր մեր քաղաքացիներ, ովքեր գտնում են տնային կալանքի տական վարչական վերահսկողության ներքո, իրենք բոլորին ով որ կցանկանա ուղեկցելու են տեղամաս, որպեսզի իրենք քվեարկեն։ Մեկ ճշտող հարց, մենք որքան գրանցված մասնակիցներ ունենք, որոնք ընտրելու իրավունք ունեն, թիվը։ Ընտրողների ընդհանուր 2 միլիոն 505,000, եթե չեմ սխալվում, վերջի թիվը։ Այսինքն սահմանափակում չկա, թե որքան քաղաքացի պետք է ընտրության մասնակցի, որ այսպես ասած ընտրությունները։ Չէ, տեսեք, մենք ազգային ժողովի ընտրությունների դեպքում նվազագույն շեմ չունենք, այսինքն այսպես ասենք, ինչպես օրինակ հանրաքվեի դեպքում։ Հանրաքվեի դեպքում մենք նման ինստիտուտ ունենք, երբ որ նվազագույն շեմ կա սահմանադրության, որպեսզի հանրաքվեն համարվի կայացած, պիտի կողմ քվեարկեն քվեարկությանը մասնակցած ընտրողների կեսից ավելին, բայց ոչ պակաս ընդհանուր ընտրողների 1/4-ից, այսինքն սա այն նվազագույն շեմն է դրված։ Ազգային ժողովի թիմ ընտրությունների դեպքում մենք չունենք մասնակցության, այսպես ասած, քվոտա, որից ներքև օրինակ ընտրությունները կհամարվեն չկայացած, չունենք նման ինստիտուտ։ Պարոն Հովհակիմյան, մեր եթերաժամանակն էլ մոտենում է ավարտին, կխնդրեի ամփոփենք այս քարոզարշավը, որը սկսվեց մայիսի 8-ից եւ շարունակվեց մինչեւ այսօր հունիսի 5-ը։ Ինչ արձանագրեցինք, ինչպես անցավ ընտրությունները, ձեր մեկնաբանությունը։ Իմ կարծիքով մենք սովորում ենք մրցակցային քարոզարշավի, որտեվ ազատ պայմաններում քարոզարշավը, մրցակցային քարոզարշավը ինքը այդքան էլ հեշտ բան չի, որտեվ երբեմն մեր քաղաքացիները, քաղաքական գործիչները ազատությունն ու ամենաթողությունը շփոթում են, բայց մենք պիտի այս էվոլյուցիան, այսինքն սովորենք նաև մեկ-մեկու լսել, հարգել, հանդուրժել, որ դիմացինը կարող է մեր հետ համաձայն չլինել։ Սա ամենակարևոր հանգամանքն է, որ մեզանից շատ է բացակայում ու ես հետևելով ըստ էության մենք սովորում ենք այս ամենին ու ահազանգերի համեմատելով իմ ընկալմամբ մեր քարոզարշավը շատ լավ է անցել, այսինքն մենք ավելի շատ սպասում ենք, որ այդ մեկ-մեկու դեմ բողոք ներկայացնելու, այսպես այդ ավելի շատ կունենանք, բայց ոնց որ թե այդքան շատ չէ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Հարգելի հեռուստադիտող, այսպիսին էր ընտրության ժամը։ Մենք շուրջ 3 ամիս յուրաքանչյուր աշխատանքային օր եթերում էինք ներկայացնելու տարբեր քաղաքական ուժերի ծրագրերը, նպատակ ունենալով հնարավորություն տալ լսելի դարձնել քաղաքական ուժերի ծրագրերը, տեսլականը եւ այն փոփոխությունները, որոնք նախատեսում են առաջիկա 5 տարիների ընթացքում։
Վաղը լռության օր է, հունիսի 7-ին ընտրություններ են, եւ միայն դուք եք որոշելու, թե ինչպիսին է լինելու 9-րդ գումարման ազգային ժողովը։ Ցտեսություն։